Խնդրում եմ, բալես։ Εσύ ճակա, պապին ես անցեք, Լեո։ Ատում եմ քեզ։ Անհամբեր սպասում եմ այն պահին, թե երբ պիտի տեսնեմ քեզ ու երեսիդ շպրտեմ զզվանքս։ Արածը տանպատիժ չի մնա, ուզում եմ քեզ իմ ձեռքերով խեղդեմ։ Անցի ներսինա։ Չեմ պատրաստվում քեզ սրա հետ մենակ թողնել։ Ինչի սա ինչ է իրանից ներկայացնում, որ մի հատ պետք է կարևորություն տանք։ Այ հարուստներից սխալը հենց այդ է, որ ձեր թշնամիներին փողով եք չափում։ Դե երևի դուք չգիտեք, որ փողից ավելի կարևոր բաներ կան։ Օրինակ անունը, պատիվը ու դուխը։ Մենք դրանց համար պատրաստ ենք մեռնենք։ Հիշի Հունան, մենք մեր ընտանիքով կոկորթիթ ենք մնալու։ Մի հատ դավա եղար ստեղից։ Աղբորը Սարունը տաղուտ վրա է։ Իսկ իմ աղբոր Արունը աշխարհում ամենաթանկն է։ Այն մարդով, որ թափել է աղբորը Սարունը, իր կյանքով պիտի պատասխան տա։ Գրիշոն եղբորդ մահը չի ցանկացել։ Աղբերս ջել մահացել։ Չգորաս։ Մեկը գտնելու եմ տաղուտ։ Ու սատկացնելու եմ։ Ինչքան ուզում ես պահի ինձնից մեկը գտնելու եմ Հունան։ Աղբորս հետ կատարված անպատիժ չի մնալու։ Ուզում ա քեզ ծախես, տակից դուրս չես գալու։ Երկար ենք սենց կանգնելու իրար վայելենք։ Գրիշոյի արածի համար եկել եմ պատասխանը ստանամ։ Կարծում եմ արդար ցանկությունը։ Դու կարաս քեզ սենց պահես, Լեո, ու ինչ էլ ասես համաձայնվելու ենք, որովհետև սխալը մեզնից է։ Քեզ ով ընդհանրապես թողեց խոսաս։ Ճիշտ ասում։ Ով թողեց խոսաս։ Թե մտածում ես քո խաթր պետք է աղբորդ խնայեմ, Լեա։ Մի հատ շուտ գնացիր ստեղից։ Գնում եմ։ Գնում եմ, որովհետև աղբորս եմ պետք։ Բայց դու կարաս տաղուտ ինձնից չպահես։ Որտեղ էլ պահես մեկա գտնելու եմ Հունան։ Դու քո երեխու վրա ողբալու ես։ Ես սպանելու եմ դրան։ Աստված իմ։ Որ ասում եմ ներս անցի էլ չես լսում, հա? Թե իմ ասածը արդեն էլ կարևոր չի։ Կապներդ կտրել եք բոլորդ։ Ոնց ենք դրան կանգնեցնելու։ Ամենապարզ մեթոդներով։ Հա, ինչ ես դաս նայում։ Իրենց ես նայում, ոնց որ անծանոթ է քեզ իմ մեթոդները։ Ոչ Հունան, հերիքա։ Հերիք չի, ստիպում են։ Դու տեսավ ես ինձ ոնց պահեցի։ Շատ ադեկվատ։ Բայց դա բանի տեղ անցնում է, թե չէ։ Մեր տղան նրա եղբորը մահվան շեմին է կանգնեցրել։ Նորմալ է սենց արձագանքը։ Արի խոստովանենք, որ ամեն մեկը չի ավո այդ ընտանիքում, որ այդ ընտանիքում նման եղբայրներ էլ կան։ Հանգստացի։ Լեա։ Դե արի ու մի գժվի հիմա։ Պապի ուր։ Ոստիկանություն, ես ուզում եմ, որ իմ թորանը այսօրը գծողին բռնեն ու պատժեն օրենքի ուժով։ Ակարակ դեպքում ես ինքս իմ ձևով կվերականգնեմ արդարությունը։ Եղավ,
Այսքան տարի ձեռքերս արուն չի տեսել, բայց ոնց որ թե ուզում են որ տեսնեն։ Պապի կարողա Դավիթի վիճակը վատացել է, որ սենց ջղայնացել ես։ Դավիթի վիճակը նոր պետք է վատանա, վատ չէր։ Դե ավելի վատ նկատի ունեմ։ Մանշակ աղջիկ, թե սիրտը ծավում է լակոտի համար, որ տղայիս է տորնակցել։ Պապի ինձ ում տեղն ես դրել։ Եթե միայն իմանամ, որ փորձել ես պաշտպանել այդ սրիկային, ես անգամ իմ ձեռներով քեզ տնից դուրս կշպրտեմ։ Կլինի գոնե հիմա ինձ չնեղացնես։ Ինձ իմ տանը դավաճան պետք չի։ Պապի լավ էլի ուր ես մենակ գնում ինձ էլ ստեղ թողնում։ Լեո, սպասի։ Եթե քեզ որպես դեսպան են ուղարկել Լեա, ասեմ, որ մեծ սխալ են գործել։ Ինձ ոչ ոք չի ուղարկել, Լեո։ Ես ընդամենը չեմ ուզում, որ այս վիճակում մենակ մնաս։ Ես մենակ չեմ։ Ընտանիք ունեմ, Լեա։ Ու այդ ընտանիքիս հետ շատ մեծ դժվարությունների միջով եմ անցել։ Այս էլ կանցնի։ Դուք ավելի լավ մտածեք, թե ոնց եք փրկելու աղբորդ։ Լեո, ես ինչ անեմ այս իրավիճակում։ Ես մեղավոր եմ, ասա։ Չէ։ Ես ինձ եմ մեղադրում։ Ես եմ մեղավորը։ Որովհետև աղբերդ իմ հետ հարց ու պատասխան ուներ։ Բայց գնդակը կպավ իմ աղբորը։ Ասա, Լեո։ Ասա, ինչ անեմ։ Աղոթի։ Բոլորդ աղոթեք։ Որ աղբերս ապրի։ Եթե տենց չեղավ Լեա, աղբորդ ու ընտանիքդ փռելու եմ գետնին։ Նույնիսկ ինձ։ Ասա, Լեո։ Ինձ էլ ես սպանելու։ Իսկ կլինի մենակ ինձ սպանես ու հանգստանաս։ Իմ սիրուն Էրնաս, իմ լավ Էրնաս, արի նստի մոտս, կողքս։ Ցավը տանը, ասում է ավը, խղճի մեռած մարդ, իմ սիրտը բամբակից էլ նուրբ է Էրնա։ Ինչ է եղել, ավը։ Բան չի եղել, ինչ պետք է լինի։ Ասում եմ իմ փոխարեն ուրիշ մեկը լիներ, աղբորդ ու աղբորդ ընտանիքի վրա, սև ներկով մի հատ մեծ խաչ էր քաշել, բայց ես չարեցի, իմ սիրտը չտարավ, ջիգարս։ Գիտեմ, ավոս։ Գիտեմ, որ գիտես խղճի մեռած ավոտ։ Աստված թող քեզ քո սրտով տա։ Տալիս է։ Աստված տալիս է ցավը տանը, Աստված ինձ երբեք մենակ չի թողում։ Իմ արած ամեն մի լավությունը ես զգացել եմ։ Տենց խոսքայի ասում լավություն արա թող ու փախի, բայց թող Աստծուն։ Դե վերկաց գնա աղբորդ տուն։ Ինչի։ Ոնց ինչի ցավը տանեմ։ Աղբորդ տունը հիմքից քանդվում է։ Բայց չգնաս մի հատ ձեռք գցես, մի քար էլ դու բռնես, եթե պետքա մի 3-4 օր էլ մնաս աղբորդ տանը։ Չէ, ով Հունանը նեղացած է ինձանից, հաստատ չի թողնի, որ մնամ։ Ամոթ քեզ, չէի սպասում։ Էրնա, Հունանը լավ աղբեր է, Հունանը քեզ շատ է սիրում, Հունանը որ քեզ տենա չէ, հատկապես առանց ինձ, քեզ գլխի վրա կընդունի։ Հաստատ։ Ասում է հաստատ,
Չիմանամ, չեմ ասի, ցավը տանեմ։ Գնա։ Ամյա տես ինչա կատարվում, ինչ կա չկա։ Մեկ էլ երեխան Գրիգորս, այն երեխա համար շատ եմ անհանգստանում։ Գնա տես որտե է, ինչա, դու եթե պետքա կբերենք մեր տանը կթաքցնենք։ Այդ երեխան միլիցեքի ձեռքը չընկնի, վտանգավոր է։ Ավո, ես քեզ շատ եմ սիրում։ Դու Աստծո պարգև ես։ Իմ կյանքի միակ լույսն ես։ Ցավը տանեմ։ Կգնաս աղբորդ տուն։ Առանց ամոթի մեզ թողեցիր, վազեցիր դրա հետևից։ Չեմ հասկանում, քո ուղեղին չի հասնում, որ դրա հետ շփումը հակացուցված է։ Թե տեղի ունեցածը քիչ էր քո համար։ Ես ընդամենը փորձում էի Լեոյի հետ լեզու գտնել։ Դու ինչ որ ես վերջերս շատ բաներ ես քեզ թույլ տալիս։ Չես կարողանում ես ամեն ինչից քո համար դասեր քաղես։ Եթե ինձ լսեր ժամանակին ու դրա հետ կապ չունենայր, աղբերը չէր գնա հասնի դրանց տուն ու ամեն ինչն էլ տեղի չէր ունենա։ Հələ մի բան էլ մեղավորը ես եմ, հա։ Լավ, ոնց ասեք։ Եթե դու տեսնեիր դա ոնց էր սպառնում եղբորդ, ոնց էր սպառնում քո ընտանիքին։ Ինչի չլսեց։ Ինչի կանգնած չէր այնտեղ։ Թե սերը ականջներդ փակել է աղջիկ ջան։ Հա Լեոն շատ վատ վիճակում է։ Սպառնում է։ Ու իրեն ոչ ոք չի կարող կանգնեցնել։ Ուրեմն ինձ լսի։ Եթե դա չհանգստացավ ու կանգ չառավ, ես ստիպված եմ դրան լիկվիդացնեմ, հասկացար ինձ։ Պապա, ոնց ես կարողանում տենց բան ասել։ Ես հələ չեմ մեռել, որ ինչ-որ մեկը գա իմ տան մեջ ու իմ վրա հոխորտա, մատ թափտա։ Ես էլ կուլ տամ այդ ամեն ինչը։ Մեծ հաշվով ինչ արել է տղես լավ է արել։ Հոր թասիբն է պահել։ Թե դու մոռացել ես, որ ձեր պատճառով հիվանդանոց ընկա։ Դուք գիտեք ինչի համար եմ եկել։ Բարև ձեզ։ Թու, բարևն էլ մոռացա։ Ինչով կարող եմ օգնել։ Ես Դավիթ Սարգսյանն եմ։ Իմ թոռը Էլի Դավիթ Սարգսյան։ Հիմա հիվանդանություն կյանքի ու մահվան կռիվ է տալիս։ Ու իմ սիրտը հիմա բարկությունից վառվում է։ Հիմա ես ձեզ ջուր կբերեմ։ Ինձ ջուր բերելու կարիք չկա։ Ես արդարության հետևից եմ եկել։ Ես եկել եմ ուզում եմ հասկանամ։ Դուք ես ինչ եք անում, ինչով եք զբաղված, որ իմ թոռան վրա ձեռք բարձրացնողին չեք բռնում, չեք հայտնաբերում ու բանտ նստացնում։ Հանգստացեք, ես հիմա պատկան մարմինների հետ կապի դուրս կգամ։ Ում հետ ուզում եք կապի դուրս եկեք, միայն թե շարժվեք տեղներից հետ, գտեք, հայտնաբերեք այդ մակունցի սրիկա լակոտին ու ձերբակալեք։ Օրենքն ինչ հարկն է կանի, դուք մի անհանգստացեք։ Ինձ հանգստացնել պետք չի։ Դուք շարժվեք, գործ արեք, թե չէ մինչև վերջ եմ գնալու, մինչև վերին ատյաններն եմ հասնելու։ Եղավ։ Համապատասխան մարմինները ամեն ինչով կզբաղվեն։ Եկեք ձեզ ուղեկցեմ ներս։ Ոնց եմ հոգնում ձեր ընտանիքը։ Ով եք դուք, որ ձեր երեսից այսօր իմ ամենաթանկին կորցնելու վտանգի առաջ կանգնեմ։ Մեկը չեմ ներում ինձ, որ իմ կյանքը փրկելու ճանապարհին հայտնվեցիր։ Ինչի համար ես այսքան բան պատվիրել։ Որ նստենք ու նայենք իրար դեմքի։ Ինչի համար են պատվիրում, որ ուտեն։ Հեսա հավեսով, համով, հոտով հաց են ուտելու ջիգյարս։ Ես քաղցած չեմ։ Այդ դու կարող ա քաղցած չես, բայց ես մի հատ հավեսով սոված եմ։ Հիմա որ մի հատ բրթով գար ինել, չէ՞։ Գիտես ոնց կուտեի։ Դու էլ կնայիր կյանքիդ ախորժակդ կբացվեր։ Ահա չես հասկանում, որ ես այդտեղ չեմ եկել քեզ այդ ճաշկերույթ անելու։ Ես ուզում եմ հասկանամ, մինչև երբ ենք ես ու երեխես թաքնված մնալու։ Այդ ցավը տանը, այդ թաքնվելը մի քիչ սխալ ես էլի ասում։ Մարդամեջ դուրս չգալը չի նշանակում թաքնվել։ Ամեն դեպքում այս կյանքը ինձ համար չի ու ես sense չէի դեպ երազել ապրել, գիտես։
Համբերի։ Մի քիչ էլ համբերի ճուտիկս, հեսա մեր կյանքում էլ արև բացվելու։ Ինչպես միշտ գլխից տակ փափուկ բարձես դնում։ Չէ, ցավը տանեմ համբերի, հեսա մեր բակում գարունա բացվելու, ամեն բան լավա լինելու, դրանց այդ տհաճ ընտանիքից էլ ազատվելու ենք։ Այսինքն, ինչ ա եղել։ Արի ավելովը չպատմեմ, որ պատմեմ երկար է տևելու։ Հա, դրա փոխարեն կարելի է հաց ուտել, ջրհորին նստած դևի գլուխը սկսում է կտրվել։ Թեև նովո։ Որ ասեմ ես եմ կհավատաս, հունան մակունցնա։ Հա, իմ կյանքի ամենամեծ պրոբլեմը։ Դա իր ընտանիքին թև է տալի, իմ կյանքը խոչընդոտում է։ Հեսա դրա հարցերը շատ շուտով կլուծվի, բարյախոժակ հացկեր գառնուկս։ Կարող եք ոչինչ չասել։ Այսպես թե այնպես գիտեմ, որ չէիք ուզում, որ ես գամ, բայց կատարվածից հետո չէի կարող չգալ։ Էրնա շատ խառնենք։ Քո թյուրիմացություն ավոյի գործերով զբաղվելու ժամանակ չունենք։ Չէ, ես չեմ եկել իմ խնդիրների մասին պատմեմ։ Ուղղակի ուզում եմ իմանամ ոնց է Գրիշոս։ Արգուր ուզում ես գոնե նստի։ Իսկ ո՞նց ա եղել, որ ավոն թողել ա գաս։ Թե ինքն ա ուղարկել, որ գաս ինֆորմացիա տանես իր համար։ Ինչ եք իմ ավոյի քայլերի մեջ մենակ բացասական բաներ տեսնում։ Որովհետև քոպես զոմբիացված չենք։ Քեզ հիմա ի՞նչն է հետաքրքրում։ Ոնց է Գրիշան, թե ոնց է Գրիշայի ձեռով հիվանդանոցում հայտնված այդ լակոտը։ Իհարկե ոնց է Գրիշոն։ Ճիշտ է, սիրտս վնասված տղայի համար էլ է ցավում։ Իսկ ավոյի սիրտը։ Ավոյի սիրտը ում համար է ցավում։ Ինչ մեղ կա իմ ավոն։ Ինքը ձեր հանդեպ այդքան հոգատար է ու դուք սենց եք պատասխանում։ Ես այլևս չեմ կարող այս ամեն ինչը լսել։ Գնա ավոյիդ գովքը ուրիշ տեղ արա խնդրում եմ։ Նա ինքը ավոյի գովքը որտեղ կանի թողանի այդ իր խնդիրն է։ Իսկ քո խնդիրը իմ քրոջը ստան մեջ հանդուրժելն է։ Երբ հարցը հասնում է քրոջդ, նյարդերը շատ ամուր են։ Արգուր ջան, կարող ինչ-որ բան խմես կամ ուտես։ Ինչ բարի եք հայր ու աղջիկ։ Ինա, դու էլ դուրս արի այդ ջղային կերպարից։ Քեզ չի սազում։ Բա ուր ա Գրիշոս։ Թաքնվում ա Արգուր։ Գրիշոն ապահով տեղում է։ Ես էլ քեզ ասում եմ որպես անհանգստացող հորքուր։ Կարող եմ մի քիչ կոպիտ խոսեցի, բայց լավ եմ արել, արժեր, թող գնան, գտնեն, բերեն, իմ տունը քանդողի, իմ երեխին այսօրը գցողի, Աստված, Աստված, դու ամեն մարդու իր ուժերի չափով ես փորձություն ուղարկում, բայց այս անգամ սխալվել ես, այս ցավն իմ ուժերից վեր է, այս մեկին ես չեմ դիմանա։ Պապի ջան, լավ չես։ Ինչ անեմ քո համար, պապի ջան։ Վայ դավոջան, վայ բալես, դու իմ ջրակն ես, իմ լույսն ես, ինձ մենակ մի թող, մեզ մի լիք, տղաջ, մեզ մի լիք։ Պապի, բայց ես քեզ չեմ ճանաչում։
Կներես բալես։ Ներիրից բալես։ Կներես։ Ես տես կոքում։ Ապրես բալես։ Ապրես։ Մանան ինչ կա, ինչ նորություն կա։ Ոչ մի։ Միակ նորությունն է նա, որ պապին գնացել է ոստիկանություն։ Ինչի համար։ Պահանջելու, որ արդարությունը վերականգնվի, որ ձերբակալ են Դավիթին այսօրը գցողին։ Շատ իզուր։ Չնայած բան չի փոխվելու։ Մեկը հենց դուրս եկավ մարդա մեջ վիզը կտրելու եմ։ Չեմ հանգստանալու միջև դրան չսատկացնեմ։ Դուր։ Մանան հանգստացի գնում Դավոյի մոտ։ Առաջերստը երկար չեմ զքի հաստատ։ Խրուժը լավ չեմ մարա։ Կներես Դավ, կներես, որ դու ես իմ փոխարեն ստեղ պարկած, ու կներես, որ այդ անասունը մինչև իմ ապրում է, ու կներես, որ չեմ կարում քեզ ստեղից հանեմ, ոչ մի ձևով չեմ կարում օգնեմ։ Այ քո ուժը հենց այդտեղ է, իմ ու քո տարբերությունը, հենց այդտեղ է, որ իմ փոխարեն դու լինեիր ինձ արդեն հաստատ հանել էիր ստեղից, չգիտեմ ոնց կանեիր էդ, բայց կանեիր, որովհետև դու Դավոն ես, մեր աղբերը, մեր ամենակարողը։ Լսի անասուն, դու այսքանից հետո համարձակվում ես ինձ զանգես։ Հանգստացի աղջիկ ջնի վրա դու։ Լսի Դավիթին այսօրն ես գցել, ու մենակ հրաշքով կարա ինքը փրկվի։ Ես մեղք չունեմ, ինքը ընկավ ոտերիս տակ։ Ուրեմն եթե Դավիթին ինչ-որ բան եղավ, դու էլ կընկնես իմ ու իմ ընտանիքի ոտքերի տակ, հասկացար։ Տեղը տասայի մեռել։ Տեղը տասա արա։ Հետ այդքան դուխ ունես կրակում ես աղբորս վրա։ Բախի չես գալիս դեմս կանգնում։ Խի ես պախկվում արա։ Արա դու չես պատկերացնում ոնց է բախտդ բերե։ Արա ասում եմ տեղը տասա։ Արա բախտդ նենց է բերե, որ հենց հիմա հետևիցը սնգած են։ Թե չէ գալուի աղբորդ կողը քեզ պարկասնե արա։ Լսի այ ալո։
Ես պատասխանեցի, որ ասեի են, ինչ դու ասեցիր։ Լուրջ։ Դու ինձ անզգամի տեղ ես դրել։ Այն որ չեմ ուզում քեզ ոչ մի հարց տամ։ Չեմ ներելու աղջկոտ։ Մի ասա տենց բաներ։ Ինչի։ Իմանալով թե ինչ կարել են ինքը ոչ մի բանի առաջ կանգ չարավ։ Այդ Լեոյի հանդեպ ունեցած սերն այնքան մեծ է, որ պիտի ընտանիքը կործանելով այդ արդարացնի։ Իր ասածը առաջ տանի։ Չեմ ներելու։ Ոչ մի կերպ չեմ ներելու։ Վերջ տուր ունա։ Ինչի վերջ տամ։ Ձեռս առնում դու ինձ։ Տղուս կյանքն ու ճակատագիրը մազից է կախված, դու ինձ ասում ես վերջ տուր։ Ամեն ինչ պիտի անեմ, որ չկործանվի իմ երեխան։ Ինչքան ներում եմ, այդքան ցավոտ է լինում։ Պետք է փրկեմ երեխուս, sense չեմ կարող թողալ։ Լեան էլ է քո երեխան։ Բայց Լեան դրա մասին վաղուց մոռացել է։ Ես ինչի պիտի հիշեմ։ Մի թշնամացի աղջկա թե թունան։ Մի օրես իրավիճակը հարթվելու է, բայց այդ թշնամանքը չի անցնելու։ Ոնց ինքը թքած ունի, նույն ձև էլ ես թքած ունեմ։ Հա, սրանից հետո սենց եմ ապրելու։ Ինձնից լավ գիտես ինչքան եմ քեզ սիրում, պապ։ Արժազրկելով։ Հորդ արժազրկելով ես սիրում։ Ինչ ուզում ես ասա։ Էլ չեմ հակառակվելու։ Արդեն շատ ուշ է։ Գնաս տվից։ Գնալու եմ։ Էլ ոչ մի բան ոչ ուզում եմ լսեմ, ոչ ուզում եմ տեսնեմ։ Ես չեմ ուզում ես ատելության մեջ ապրեմ։ Այդ ատելությունը ես եմ բերել ես տուն։ Էլ չեմ ուզում խոսեմ այդ թեմայով։ Եթե այս պատմության մեղավորը ես եմ, կներես ինձ, պապ։ Չես ուզում ներես, թե չես ներելու այդ քո որոշումն է։ Ինչ ուզում ես արա։ Ոնց ուզում ես ապրի Լեա։ Ընդհանրապես չեմ ուզում քեզ լսեմ, գնաս տղից։ Գնալու եմ։ Ու այս տնից եմ գնալու։ Հերիքը բոլ եղավ, ինչքան տանջվեցի ու ամեն ինչում մեղավոր դուրս եկա։ Քեզ այսքան սեր ու ազատություն տալուց հետո, եթե որոշել ես տնից գնաս, գնա։ Մի տեղեկացրու։ Եթե մինչև ես չես արել, հիմա էլ մի արա։ Եթե հորդ կարծիքի վրա թքած ես ունեցել մինչև հիմա էլ թքած ունեցի ու հարանենց, ոնց ուզում ես։ Դու ինձնից շատ լավ գիտես, թե կյանքը ինչի մասին է։ Ինձնից շատ լավ հասկանում ես, թե ով է։ Դե հիմա գնա ու ապրի նենց ոնց ուզում ես։ Ասեմ ավելին, քեզ չեմ էլ կանգնեցնելու։ Հասկացար ինձ։
Բայ կորանամ ես։ Մարդը իր աղբոր տուն գնա ու սենց վիճակում հետ գա։ Դրանք լրիվ գազան են։ Ես ասում եմ, դրանք մարդակեր են, զգուշ կլնես։ Ան ոչ մի բան մի խոս, արի գնանք տուն։ Այն ցավը տանեմ, ինչ տուն։ Հələ մի հատ նայի ինչ լանչ եմ պատվիրել քո համար։ Գրիլյանի լանչից համով բան չկա։ Անուշարա։ Համել պատմիտենամ ինչ կա։ Ինձ օտարի պես են վերաբերվում։ Դե բալուս։ Դու նոր հասկացա՞ր, որ դու դրանց համար արժեք չունես։ Ես գնում եմ տուն։ Ինչ տուն այդ ցավը տանում։ Հələ մի հատ ասա, պատմիտենամ ինչ էին անում, ինչ էին խոսում, ինչա կատարվում, այն մեր գերիքոր աղբերը ուրա։ Ավա ոչ մի բան էլ չասեցի։ Չես կարում էլի, գնալը իզուր էր էլի, այսքան սպասելը սիզուր էր էլի, չես կարում էլի, չի ստացվում ինֆորմացիա քերելը, պետք է հետը դնեմ, զրոյից էլի պարապեմ։ Ավ խնդրում եմ, անիմաստ խոսակցությունների տրամադրություն չունեմ։ Նախ ավոն անիմաստ խոսակցություններ չի տանում, այդ մեկը ականջիդ օղարա, հետո հո մենք խայտարակ չենք, այդ ցավը տանում։ Կասեն ես ով են ես չտեսները, եկան այսքան բանը պատվիրեցին, ոչ մի բան չկերան, թողեցին գնացին։ Սոված չեմ։ Սոված, այսօր ոչ մեկ է սոված չի, բայց պետք է հաց ուտես, ցավը տանում։ Այդ դրա համար ուր գնում ես, խեղճացնում, հետ են ուղարկում։ Պետք է հաց ուտես, որ իմունիտետ ունենաս։ Մորթային ոչ մի մատ չկա։ Անգստացի Լեա։ Բոլորիս կյանքը կործանեցիր, ամեն ինչ հողին հավասարացիր։ Հիմնորի մեկը։ Լեա, սուս մնա։ Սուս չեմ մնալու։ Սրա դեմքին ոչ ոք չի ասել ինքը իրականում ով է։ Դրա համար էլ գազանի նման հարցակվել հոշոտում է բոլորիս։ Հուլը մի բանը ես եմ, հա իմ ընտանիքը տրորում։ Ձենդ կդրի Լեա։ Հերոսը տուն է եկել, պապ ջան։ Այս ընտանիքում բոլորը մյուսներին դժբախտացնելով են հերոսանում։ Ստեղ սիրո մասին խոսալ չի կարելի։ Դուք երջանիկ մարդկանց չեք հանդուրժում։ Ձերը թշնամանքն է։ Իսկ այդ պարագայում ես տեղ անելիք չունեմ։ Հերիքա, սուս մնացեք երկուսդ էլ։ Չեմ ուզում երկուսիդ էլ լսել, հերիքա։ Ինչ ես դուրս եկել։ Չէի կարում էլ ընդեմ նայ պապ, խեղդվում էի։ Տեսար աղջկդ վիճակը հունան։ Իզուր ես դուրս եկել։ Հունան, տեսար աղջկդ վիճակը։ Շատ վտանգավոր է Գրիշա։ Գիտեմ պապ, բայց էլ չէր ելնում մնալ։ Մի թշնամացի աղջկդ հետ հունան։ Մի օր էս իրավիճակը հարթվելու է, բայց այդ թշնամանքը չի անցնելու։ Ոնց ինքը թքածունի, նույն ձև էլ ես թքածուն եմ։ Հա, սրանից հետո սենց եմ ապրելու։ Ինչի աղբորը ճանոզեցիր, որ չմենամարտի։ Ինչի եկար հենց մեր տուն ու ինձ սկսեցիր համոզել։ Ես քեզ ասացի, որ այս ամեն ինչը թշնամանքի է բերելու։ Լեա աղբերը հնարավորություն ունենար։ Ինձ ռինգում կսպաներ։ Ես իմ ու քո մասին եմ խոսում, Լեո։ Բոլորը տաղոթեք, որ աղբերը սատն։ Եթե տենց չեղավ Լեա, աղբորդ ու ընտանիքդ փռելու եմ գետնին։ Նույնիսկ ինձ։